Անօթաչուների հարվածների ինտենսիվությունը չի թուլանում ռուս-ուկրաինական ճակատի թիկունքում, առաջնագծից բավական հեռու գտնվող քաղաքներում ու գյուղերում։ Ռուսական զինուժը նորից հարվածել է Նովայա Պոչտայի պահեստներին։ Տեղի իշխանությունների խոսքով առաջին հարվածից մոտ 1 ժամ հետո նույն տարածքին նոր հարված է հասցվել։ Փրկարարները ստիպված են եղել հեռանալ ավելի անվտանգ վայր։ Զապորոժիեում ռուսական անօթաչուի հարվածից խոշոր հրդեհ է բռնկվել էպիկենտրոն առևտրի կենտրոնում։ Կրակը տարածվել է մոտ 2000 քառակուսի մետր տարածքում, վիրավորվել է 4 մարդ։ Խարկովի մարզում 1 մարդ զոհվել է, ևս 2-ը, այդ թվում երեխա, վիրավորվել են։ Ըստ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի, երկրի ուղղությամբ արձակված ռուսական 164 անօթաչուներից 137-ը խոցվել են։ Մոսկվան հաստատել է Կիևի և Օդեսայի շրջաններին հասցված հարվածները, պնդելով, որ թիրախները ռազմական նշանակության օբյեկտներ են եղել։ Կիևի մարզում հարվածել են պահեստային համալիրի, որն ըստ գերատեսչության օգտագործվել է ֆլամինգո հեռահար թևավոր հրթիռների արտադրության համար։ Օդեսայի նավահանգստում թիրախավորված 6 պահեստներում էլ, ըստ ռուսական կողմի, Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված ռազմական նշանակության գույք է պահվել։ Գիշերը խաղաղ չի եղել Ռուսաստանում։ Ուկրաինական դրոնները հարվածել են Ռուսաստանի Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։ 1 մարդ զոհվել է, 27-ը վիրավորվել։ Սլավնավթ յանոցը Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման ձեռնարկություններից է, տարեկան մոտ 15 միլիոն տոննա նավթ վերամշակելու հզորությամբ։ Գործարանում արտադրվում են բենզին, դիզելային և ավիացիոն վառելիք։ Հարվածից հետո գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել։ Սևաստոպոլում անօթաչուի հարվածներից 4 մարդ է վիրավորվել։ Դրոնների և դրանց բեկորների հարվածների հետևանքով վնասվել են բնակելի շենք, հյուրանոց, մանկապարտեզ և ավելի քան 1 տասնյակ մեքենաներ։ Դոնեցկի մարզի Չասովյարի շրջանում ռուսական ուժերի առաջխաղացման մասին է հայտնում ուկրաինական Deep State անկախվելուծական նախագիծը։ Վերջին տվյալով ռուսական վերահսկողության գոտին ընդլայնվել է քաղաքի հարավային հատվածում։ Չասովյարը ռազմավարական քաղաք է։ Բարձրադիր այդ հատվածը ճանապարհ է բացում դեպի Կոնստանտինովկա և ուժեղացնում է ճնշումը Դոնեցկի մարզի գլխավոր պաշտպանական ուղու Կրամատորսկ-Սլավյանսկ ուղղության վրա։ Ռազմաճակատում նոր ինտենսիվ հարվածների ֆոնին հաշտության նոպված նոր ազդակներ են հնչում։ Վատիկանը պատրաստ է աջակցել Մոսկվայի և Կիևի շփումներին, հատկապես հումանիտար հարցերում։ Այս մասին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն է հայտարարել ՌԲԿ-ին տված հարցազրույցում, անդրադառնալով Վատիկանի արտաքին գործերի պատասխանատուի և ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության տնօրենի գրեթե համաժամանակյա այցերին Մոսկվա։ Ոչ մի արտասովոր բան չկա, որ նրանք լուռ աշխատում են։ Լավրովի խոսքով Մոսկվան Վաշինգտոնից պարզաբանումներ է պահանջել արևմտյան մամուլում հայտնված տեղեկությունների վերաբերյալ, ըստ որոնց ԱՄՆ-ն քննարկում է Ուկրաինային ֆինանսական նոր հատկացումների, սպառազինության և հետախուզական տվյալների տրամադրումը։ Նրա խոսքով ամերիկյան կողմից պատասխան դեռ չկա։ Ռուսաստանի արտգործնախարարը նաև կոշտ քննադատել է Մեծ Բրիտանիային, հայտարարելով, որ Լոնդոնը խոչընդոտում է Ռուսաստանի հետ պայմանավորվածություններին։ Մեծ Բրիտանիայի դերը ամենաբացասականն է։ Այդպես եղել է դարեր շարունակ և ոչ միայն Ռուսաստանի նկատմամբ, այլև Բրիտանիայի, չեմ ասի գործընկերների, քանի որ Բրիտանիան երբեք մշտական դաշնակիցներ չի ունեցել, ավելի ճիշտ ուղեկիցների նկատմամբ։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի դաշնակիցներին, Լավրովը չի թաքցնում Մոսկվան այսօր շատ ավելի քիչ ընկերներ ունի։ Նրա խոսքով Ռուսաստանի հիմնական դաշնակիցներն այս փուլում Հյուսիսային Կորեան և Իրանն են։ Լավրովը այս երկրները վատ շրջապատ չի համարում։ Այդ երկրները վտարանդիներ են համարել այն պետությունները, որոնք իրենց սառը պատերազմի հաղթողներ էին համարում։ Այս ֆոնին Մոսկվան հայտարարել է արհեստական բարականության կիրառման միջազգային կանոններ ստեղծելու անհրաժեշտության մասին, այդ թվում ռազմական ոլորտում։ Ծովինար Բարխուդարյան, Անի Խանդիլյան, Հայլուր։